Տերոջ փառք լինի, շնորհակալ ենք մեր Աստծուց, որ ողորմություն է արել մեկտեղ հավաքվենք իր ներկայության մեջ։ Ընդհանրապես Տիրոջը ծառայելը դա մեզ համար մեծ պատիվ է, որտեղ երկիր արարող հզոր բարձրալ Աստծուն ենք ծառայում, մեզ համար մեծ փառք է եւ մեզ համար պիտի դա լինի մեծ ուրախություն։ Աստծուն ծառայել պետք է կամավոր հոգով, հոժարակամ եւ ուրախությունով։ Եվ շատ տեղեր է Սուրբ Գիրքը ներկայացնում, որ այո, մարդը պիտի գիտակցի, հասկանա, թե իր գործը ում համար է, ում գործն է անում եւ ուրախ լինի սրա համար, որ Տերը շնորհ արել իրեն վստահել է ասենք ծառայություն, կարողություն է տվել ծառայելու եւ ինքը ծառայում է բարձրալ Աստծուն Քրիստոսին։ Եվ տեսնում ենք նաև Սուրբ Գրքում կան բացահայտումներ, որ անգամ զգուշացում Աստծուց, որ զգուշ եղեք, որ հանկարծ ձեր Աստծուն ծառայելը չլինի ստիպողավար, հառաչանքով, որպես մի բեռ, որ ծանրություն կրում ես, բայց նաև ինչ որտեղ մի համար էսա կկարդամ, բացահայտում, որ դա կարող է գալ ոչ թե անմիջապես ծառայողից, այլ նրանցից, ում ինքը ծառայում է։ Ես ուզում եմ կարդամ Հակոբոս Եբրայեցիների 13-րդ գլխից 17 խոսքից, հենց 17 խոսքը։ Ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն այն եւ ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չի։ Նախ այստեղ ներկայացնում է երկու բան։ Խոսում է Աստծոց դրված առաջնորդների ծառայության հետ կապված, նրանց Աստծո առաջին ու իրենց ունեցած պարտականության, պատասխանատվության չափի մասին եւ նաեւ նրանց անելու մասին, թե ինչպես պիտի այդ պատասխանատվությունը իրականացնեն, գործը անեն առաջնորդությունը։ Եվ այս ասեց, որ սրանք մարդիկ են, որոնց Աստված է դրել, եւ նրանք պատասխան են տալու ժողովրդի համար, Աստծո առաջին ասում են, նրանք ձեր հոգիների համար հաշիվ պիտի տան։ Նրանք հաշիվ պիտի տան, այսինքն Աստված նրանց կարգել է այդ հարցում։ Պարզ է, եթե որևէ մեկը պիտի այդ հարցում հաշիվ տա Աստծուն, հետաբար դա մենակ ծառայություն գործ չէ, նաև իրավունքներ է տրված Աստծուց, որպեսզի նա իրավունքները գործադրի եւ ասենց ասած Աստծո ուզածը իրականացնի այդ ժողովրդի մեջ։ Եվ այստեղ խոսում է, որ նրանք Աստծուն հաշիվ պիտի տան ժողովրդի համար։ Այսինքն նախ եւ առաջ տեսնում ենք, որ այստեղ ներկայացում է նրանց դերը, նրանց կարգվելու նպատակը Աստծո կողմից։ Դրանք հսկելու են ամեն մեկի համար, ուշադիր պիտի լինեն եւ իրենց տված պարգևի կարողության չափով պիտի նրանց առաջնորդեն։ Նրանց համար անհրաժեշտ խնամքը եւ հոգսը իրականացնել որպես առաջնորդներ։ Եվ նրանք, ոնց որ ասած, պիտի կշռվեն, պիտի հաշվետու լինեն Աստծուն այդ ժողովրդի համար, որոնց հետ աշխատել են։ Այսինքն ժողովրդի հետ կապված շատ հարցեր պիտի քննվի Աստծո առաջին նրանց համար եւ պիտի նրանք, ոնց որ ասած, անթերի գտնվեն կամ եթե թերությունով եղան, պատասխան պիտի տան։ Այդպես է Աստծուն։ Այսինքն լուրջ պատասխանատվություն առաջնորդ լինելը, եկեղեցի առաջնորդը, Տիրոջ ժողովուրդ առաջնորդը, որտեղ հաթաթ ամեն մեկի համար Տերը պահանջելու է։ Եվ նմանատիպ բան նաև խոսում է Պետրոս առաքյալը իր առաջին նամակի մեջ 5-րդ գլխի 1-3 հատվածում, որ նույնպես այդպիսի բան ասում։ Խոսում է մղում է, ասում է ես էլ ձեր երեցներին ա գրում, այսինքն առաջնորդներին, ավակներին։ Եվ ես էլ ասում եմ ձեր երեց ընկերս, ասում եմ արածացրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է, եւ մղում է, որ այդ արածացները լինի, ոնց որ ասած, Աստծո ուզած կերպով, որովհետեւ ասում է, երբ որ Հովվապետը կգա, այն ժամանակ, ասում է պսակը կառնեք, փառքի պսակը նրանից կառնեք։ Այսինքն Աստված պիտի գնահատի եւ վարձատրի իր առաջնորդ ծառաներին, իհարկե նրանք ովքեր ասած որ կգտնվեն
Աստծո ուզած արած գործի համապատասխան, ոնց այսպես ասեմ։ Մարդիկ կլինեն առաջնորդ կլինեն եւ կգնահատվեն եւ գուցե կդատվեն։ Այդպես է։ Ամենայն դեպս ես ենք տեսնում, որ լուրջ սա պատասխանատվությունը Աստված դնում առաջնորդների վրա եւ նրանք այո, պիտի խնամ քաշեն այդ ժողովրդի համար, ոգս անեն։ Սա հստակ է։ Եվ բայց այստեղ նաեւ երևում է նաեւ ասենք ժողովրդի բանը նաեւ պատասխանատվությունը Աստծո առաջին, ճիշտ է, տենց ու անմիջապես առաջի պլանում առաջի հենց երևացող մասով երևում է առաջնորդների պատասխանատվություն, նրանք հաշիվ պիտի տան, չէ՞։ Բայց նաև ասում է, որ նրանք Աստծուց դրված են ձեր հոգիների համար։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Ժողովուրդն էլ Աստծուն պիտի հաշիվ տա առաջնորդների հետ վարվելու հարցում։ Եթե նրանք կարգված են, նրանք իրավունք ունեն, նրանք իշխանություն ունեն եւ հստակ ասում է, տեսեք, որ եթե նրանց Աստվածը դրել, հնազանդվեք։ Եվ այսպեսի բան ասեց, եթե ուշադրություն դարձրեցիք, ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեք, այսինքն բան է տալիս, հրաման է տալիս Աստված, պատվիրում է, ականջ դրեք, լսեք եւ հնազանդվեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, այսինքն նրանք ինչ որ անում են Աստծո առաջնորդությամբ ու իրանց գործը այդ ծրագրի համեմատ են անում։ Դուք պետք է լսեք, որ ձեր համար իրանք Աստծոց առաջնորդված այն խնամքն են տալիս, որ պետք է, մեկ, երկրորդն էլ այդ խնամքի համար իրանք Աստծո առաջին կանգնելու են պատասխան տան։ Եվ երկրորդը էս ասում, որ ուրախությունով նրանք անեն, ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չի։ Այսպես ասած, այսինքն պատասխանատվությունը էս է, լսեք ձեր առաջնորդներին։ Եվ տեսեք, որ անկարծ անենց չլինի, հասցնեք նրան, որ իրանք իրանց ծառայությունը առաջնորդական գործը ոչ թե ուրախությունով անեն, որ այդպես է պետք, այդպես է, ասենց ասած, արժան Աստծո առաջին, ինչպես ասացի, Տիրոջ գործն են անում, Տիրոջ գործակից են, Պողոս ասում է, մենք Տիրոջ գործակիցներն ենք։ Ճիշտ է, անում են լուրջ տեղ, շատ պատասխանատու տեղում, Տիրոջ տաճարի մեջ, Տիրոջ տան մեջ, Տիրոջ հոտի մեջ, չէ, այդպես ասեց։ Բայց ամեն դեպքում իրանք անում են դա եւ պետք է անեն ուրախությունով, բայց ասում եմ զգուշ եղեք, որ հանկարծ ձեր արվածը, ձեր վերաբարմունքը նրանց նկատմամբ պատճառ չտա, որ նրանք ուրախության փոխարեն հառաչելով անեն, այսինքն որպես մի բեռ, որպես մի ծանրություն, որպես մի դժվարություն, չուզենալով, չկամենալով, թևաթափ, կոտրված, ոչ թե ոգևորված ուրախությունով, ստիպված, խեղդված, այնքան որ անեն, որ չպատրբան, ոնց որ ասած, իրանցից պահանջվելու է։ Բայց ի՞նչն է պատճառը, որ կարող է այդպիսի բանել, որտեղ եթե զգուշացում կա, նշանակում է հնարավոր է հասցնեն դրան։ Եթե այդ բանը չլիներ, ոնց որ ասած, խնդիրը առաջանալու հարցը չլիներ, այդպես խնդիր չառաջանար, որ ասու դե չէ, հա, այդպես երբ կլինի։ Այդպես բաներ չէր, ասենց ասած, զգուշացվի, ուրեմն կա։ Եվ ասում է, այդ հառաչանքը գալիս է ինչից։ Սրանից այս զգուշացում է, ասենց զգուշ եղեք, չէ, որ լսեք ու ինչ անեք, հնազանդվեք։ Թե չէ սես բան կարա լինի։ Այսինքն այդ ժողովուրդը, որի հետ աշխատում է առաջնորդը, եթե չեն լսում, չեն հնազանդում, կարան բերեն նրան, որ հառաչելով ինքը իրոք այդ իր գործը անի, ասում է, բայց ինչ ասում, բայց դա ձեր համար ինչ չի, օգուտ չի, դա վնաս է, այսինքն։ Օգուտ չի մյուս կողմը որն է, վնաս է։ Վնաս կքաշեք դուք դրանից։ Եվ բնականաբար այստեղ որ նայում ես չլսելը եւ չհնազանդվելը կարա այդպիսի բան բերի։ Այսինքն ոնց որ աշխատանքը կա, բայց արդյունք չկա։ Չարչարանքը կա, այն ոնց որ ասած հոգի ա դրվում այդտեղ, ջանք ա դրվում, ժամանակ ա դրվում, նվիրվում ա, զրկանքներ ա մարդը քաշում, որտեղ նես չի, այնց փափուկ բարձի վրա պարկում ենք ու առաջնորդում ենք, 1000 հարցերի մեջ ենք։ 1000 հարցեր են առաջանում, ներսինների հետ, դրսինների հետ, 1000 հարցեր պիտի կազմապես կառուցես, կարգավորես, դնես, տարբեր։ Եվ դա լուրջ գործ է իհարկե, եւ պիտի չսխալվես Աստծո առաջին, որտեղ Աստծո հոտ ես առաջնորդում։ Պատասխանատու մեծ բան է, Աստծուն հաշիվ պիտի տանք։
Գորսկի 20-ում Պողոսը կանչեց երեսներին Եփեսոսի, եթե հիշում եք, ասեց զգուշ կացեք այն հոտին, որ Աստված ձեզ վստահեց, որտեղ ինչ ասեց, այդ հոտին Աստված իր արյունով գնեց։ Ասեց զգուշ եղեք։ Ասեց ես ետ չկեցա, ետ չքաշվեցա, գիշեր ցերեկ Աստծո ամեն կամքը ձեզ ասելուց, այսինքն համ Աստծո ամեն կամքը ասեցի, համ էլ գիշեր ցերեկ ձեր համար աշխատեցի, ասում եմ հիմա թողում եմ գնամ, այսինքն գիտեր ինքը գնալու էլ չի վերադառնալու, որտեղ պիտի բռնվեր, հետո հռոմ տարվեր։ Ասում եմ դες դուք ոնց որ Աստծո հոգով հասկանում եմ, մարդիկ դուրս կգան, որ այս չարությունները կանեն, թվարկումա։ Ասում եմ դուք զգուշ եղեք Աստծո հոտի համար, այսինքն այդտեղ ոնց որ ասած շեշտադրում է սա, դա այն հոտն է, այն ժողովուրդն է, որոնց համար Քրիստոսը գին է վճար, ասում է Աստված իր արյունով գնեց։ Այսինքն եթե դու քո սխալ առաջնորդությունով կամ գործով չարիք կբերես, վնաս կբերես, կորուստ կգնան ոմանք, դրա համար պատասխան կտաս, որտեղ դրա համար Քրիստոսը կյանք դրել։ Այո, դա շատ լուրջ բան է։ Եվ նորից վերադառնանք սրան, ու նաև պատասխանատվություն է, որ անես չի, որ դե որը տենց է, իրանք պատասխանատու են, ես այն երես առաջ երեխու նման սկսեմ ոնց ուզենամ իսպայեմ, չէ։ Մեզ էլ ես ասում, ես եմ դրե Տերը ասում, չէ։ Իմ դրածներն են քո հոգու համար հաշիվ պիտի տան, հետաբար քո հոգու համար, որպես ոնց էություն մարդ, քո համար պիտի իրանք աշխատանք կատարեն, դու էլ պիտի լսես, հնազանդվես։ Իրան չլսողը Աստծուն չի լսում, շատ տեղեր Աստծո գիրքը ասում։ Իսկ նրանք էլ հաշիվ պիտի տան, ես չի որ մենակ առաջնորդն է, որ հաշիվ պիտի տա։ Նրանք էլ պիտի հաշիվ տան։ Ինչու չլսեցիր կամ Տերը բազմաթիվ տեղեր ասում է, ին ուղարկվածին ընդունողը ինձ է ընդունում, ինձ ընդունողը ինձ ուղարկող հորն է ընդունում եւ հակառակ կողմից է տեղ կա գալիս, ով իմ ուղարկածին չի ընդունում, ինձ չի ընդունում, ով ինձ չի ընդունում, ինձ ուղարկող հորը չի ընդունում։ Այսինքն ես էլ նորից Տիրոջ հետ է կապվում, Աստծո հետ է կապվում։ Աստծո ծառային անարգելը, չընդունելը։ Շատերը գիտեք ոնց են մտածում այդ անարգել չընդունելը, դասում են ընդհանրապես բանի տեղ չեն գնամ։ Չէ։ Երբ որ հարցեր կան, ոնց որ ասած, այդտեղ ասենց ասած բացահայտող իրավիճակներ կան, այդ իրավիճակներից երևում է։ Մարդը ոնց է ընդունում, իրոք ընդունում է Աստծո մարդ, Աստծո ծառա, թե գուցե ոչ թե առաջնորդ, այլ իրան հավասար մեկ է, էլի։ Ասենց Տեր Հիսուս Քրիստոսը տեղ կար, օրինակ Հովհաննես 6-րդ գլխում խոսեց թեմա, հիշում եք։ Իմ արյունը խմողը, իմ մարմինը ուտողը կյանք ունի։ Սրա վրա ոչ միայն հրեաները կռիվ արեցին, բարկացան, հակառակվեցին, այլ իր աշակերտները ասացին խիստ խոսքեր ասում։ Իսկ ինչ է ասում։ Ու թողեցին ու գնացին։ Բայց երբ որ հարցը ասավ առաքյալներին, Տերն ասեց դուք եք ուզում եք, ասաց Տեր, մենք համոզվել ենք քո մոտ է կյանքի խոսքերը, դու կյանքի խոսքեր ունես, այսինքն այն ինչ որ խոսացիր, որ դրանք էլ թողին գնացին, էդ էլ է կյանքի խոսք։ Կոպիտ ասած դու ստից մտից բաներ չես խոսում, սխալ բաներ չես խոսում, ինչ որ խոսում ես կյանքի համար է, էդ էլ է կյանքի համար։ Ես վստահ եմ իրանք չհասկացան էլ Տերը ինչ ասեց։ Բայց իրանք համոզված են սրանում խոսողը կյանքի ոնց ասած արդեն համոզվել ենք այս փաստի մեջ, խոսողը կյանքի խոսքեր է խոսում, էս էլ է կյանքի խոսք։ Ուր գնանք քեզանում ասես, քո մոտ է, չէ՞ կյանքի խոսքերը։ Համոզվեցինք, որ դու ես Աստծո որդին, Քրիստոսը։ Այստեղ էլ կա մարդիկ անց են իրաց բամ առաջնորդը, ոնց որ Աստծո ոնց որ Աստված նրանց միջոցով չի հաստատել, չի ապացուցել գործերով, խոսքով եւ տարբեր կերպով, որ էսի իմ դրածն է, քո հոգու համար հաշիվ տվողն է, ինքը պատասխանատու է եւ դու պետք է իրան լսես, չէ՞։ Քյալլա է տալում, սենց ասած հավասարի նման։ Հաշիվ չի, որ առաջնորդ հետ է խոսում։ Ես վերջերս մեկը օրինակ ինչ որ հարցով զանգել էր, խոսում էր, ասում եմ լավ, թող մնա, իրար հետ կհանդիպենք, ես երախսի խոսակցություն չի էլի, խոսենք։ Խոսում է, ստիպված ինչ-որ բան ես ասում, քեզ ընդհատում է, բան ես ասում, էլի ընդհատում, ասում եմ, քանի անգամ ես խոսեմ, դու ինձ ընդհատես, գոնե հաշվի առ, որ ես հովիվ եմ, հաշվի առ, որ առաջնորդ եմ, բայց ես ինձ չարդարացնեմ, ասում եմ, հապետ ինձ ընդհատելով արդարացնես,
Ինչ եմ ուզում ասեմ։ Այո, հնազանդվելու հարցը, ասում եմ, եթե չհնազանդվեք, մարդիկ գործ անեն, պտուղ չտեսնեն։ Արդյունք չլինի, չլսել, էլի չհնազանդվել, ինչ պետք է լինի, ասում եմ, շատերը կարան հառաչեն ուղղակի իրենց ծառայության մեջ, թևաթափ լինեն։ Հիշում եք Մովսեսի ծառայությունը։ Այն աշճանի հասա, որ ժողովրդի Աստծո առաջ ժողովրդից ոնց որ բողոք անի, Տեր Աստված, ես սրանց ծնել եմ, հա, ես եմ սրանց ծնել։ Ես եմ սրանց բերել, հերիք էլ ավելի, ոնց որ կյանքս կերան։ Մեր խոսքերով ասած, տես չէր։ Տեր ասաց, լավ, այդ քո հոգուցը, որ հոգս քաշող հոգի է, այդ խնամ պետք է տանես այս ժողովրդի համար պատասխանատու, դու ես ասեց ուրիշ 70-ի վրա էլ կդնեմ, որ քո բեռը կիսեն։ Ասես չեմ կարա։ Տրտնջում բողոքում են, չեն լսում։ Եվ գիտեք չէ ինչ եղավ։ Դրա արդյունքն էր։ Մովսեսը չմտավ Քանանու երկիր։ Ահարոնը չմտան Քանանու երկիր։ Այնքան ջղայնացրին, այնքան բարկացրեցին, որ մի լուրջ տեղը մի հատ թերություն թույլ տվեցին, սխալ թերություն թույլ տվեցին։ Հիշում եք, չէ՞, որ Տերը ասել էր գնա ժայռին, վեմին ասա, չէր ասել հարվածի։ Ասա եւ ջուր կտա։ Եվ այդ ասելուց էլ լավ չասեցին, որ Տերը ասեց դուք ինձ չսրբացրիք իմ ժողովրդի աչքի առաջին։ Սրա համար դու էլ Ահարոնն էլ Քանանու երկիր չեք մտնի։ Ոչ թե իրանք կյանքից զրկվեցին, երկինք չեն մտնի, դες բան չկա։ Հիշում եք, չէ՞, Տերը որ բանում էր են սարումներ, չէ՞, կայլակերպության։ Ովքեր էին։ Մովսեսն ու Եղան, ուրեմն փառք Աստծո։ Երկինք մտել է։ Բայց զրկվեցին երկրավոր հանգիստից, Քանանու երկրից։ Դառնացրել, բարկացրել էին։ Այդ ամբողջ այդ process-ը ազդել էր այդ մարդու վիճակի վրա, որը տենց արեց։ Սովորաբար ինքը շատ հեզ մարդ էր, շատ հնազանդ մարդ էր, Սուրբ Գիրքը ասում է երկրի վրա եղած բոլոր մարդկանցից այդ բան եղած բոլորից հեզ մարդն էր ինքը, լսող։ Բայց բարկացավ, ջղայնացավ, ուրիշ բան արեց, ինչ որ Տերը ասել էր, այդպես չարեց։ Թեպետ Տերը պատիվ տվեց իր ծառային, եթե ուշադրություն եք դարձնում, ինքը Տիրոջ ասածով չարեց, բայց Տերը ջուրը տվեց էլի։ Չթողեց որ այդ ժողովուրդը ասել, ահա Մովսես այրեմա անգել է Աստծուց, իսկ Մովսեսին չէ լսում Աստված, Սա բան արեց, ջուր չտվեց։ Տերը տվեց իր ծառային, բայց հետո հանդիմանեց եւ զրկեց Քանանու երկիր մտնելուց։ Այո, այդ կարա լինի։ Երբ որ ծանրությունա, բեռա, արդեն բարկությունա, սրանք դրա համար ասում, ձեզ համար լավ չի, բայց դեռ կարա մարդը գուցե ասի, բա Մովսեսի համար լավ չի, լավ է, ժողովրդի համար էլ լավ չի, լավ, նես չի, որ ժողովրդի համար լավ է։ Նախ հեսա, նես չի, որ եթե հասցնում են դրա, որ հառաչի Աստծո ծառան, ժողովրդը անպարտ է։ Չէ, իրանց աննազանդության համար ասեցի նոր, Տիրոջն է նրանք աննազանդ, Տերը պետք է պահանջի։ Տերը պիտի պահանջի։ Երկրորդն էլ այդ ժողովրդի այդ աշխատանքը կարա արդեն այն ոնց որ ասած բանով չլնի, այն ծավալով են աշխուժությամբ են նվիրվածությամբ ոնց որ առաջ է, շատ բաներ կարա կիսատ պռատ լինի։ Բաներ կա, իրավիճակներ կա, ես զգացել եմ, ին վրա ազդել է։ Այսինքն ինչ առումով, նայում ես, ասենք, ուշադիր ես, ուզում ես Աստծո առաջին ուղի գտնվես, հասնում ես, վազում ես, մի անգամ, երկու անգամ, 10 անգամ, 100 անգամ ինչ-որ հարցերի մեջ մենակ թե կարգավորվի, մենակ թե լավ լինի, ոնց որ ամեն ինչ ուզում ես անես, համ Աստծո առաջին, համ էլ ժողովրդին, որ հոգս քաշող որպես այդ, բայց տենում ես մեկ էլ պատասխան չկա, նկատի ունեմ, հնազանդություն, խոնարհություն, ոնց որ այստեղ լսել չկա շատերի մոտ, ասում ես ինչի՞ դա պետք է քան վազվզում ես, ավելի սառը լինեմ։ Հենց մի հատ ճտ հեռախոսազանգ կամ մի հատ բան վրաց թփ վազում ենք ընդեղ, այ մարդ լհամբերի էլի։ Հենց այդպես եմ մտածել։ Կամ այնքան ենք խոսում, յանում ուզում ենք օգնենք, որ ապաշխարեն։ Մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 10 անգամ, մենակ թե ապաշխարի չմնա այդ մեղքի մեջ, իրանից շատ ես ցավում։ Իրոք, այտենց է։ Ինքը իր մասին չի մտածում, ինքը զբաղված է ինքնապաշտպանությունով։
փակվել է, ասենց ասած, հզոր ամրոցի մեջ ու պաշտպանվում է։ Անցած անգամ տենց չասեցի, ուրիշ բան ասեցի, հիշում եք ինչ ասեցի։ Չեք հիշում։ Գոտե մարտի ոնց էր բռնված ելնեմ հետը։ Ինչև էր գցեմ գետին, այսինքն ինչև էր ինքը ասի, հա, ես մեղավոր եմ, հա, իշքամ։ Ժամանակ սենց եմ մտածել, չէ, այդպես չեմ անելու։ 1-2 խոսամ, իր մեղքը կբացատրեմ։ Մնում է թող մնա իր մեղքի մեջ, թող էթա կորի։ Մանավանդ գիտեք ինչ էր շատ ժամանակ, այդ որ երկար խոսում ենք, երկար բացատրում ենք, գիշերներ ենք, ցերեկներ ենք անցկացնում, հետո ասենց ասած ներվ ենք քայքայում, կյանք ենք դնում, նայում ես իբր թե հասկացա, վերջը ասեց, հա Աստված ինձիների դուք էլ կներեք, բայց հետագայում իր կյանքից նայում ես այդ երկար բացատրությունների, ասենց ասած մարդիկ, բացատրված մարդիկ, այտենց էլ չեն ապաշխարում։ Այն դուրս եկողներին տարիներով բացատրեցինք, տարիներով համբերեցինք, երկայնամիտ եղանք։ Վերջին չէ լավ դուրս չեկան, իրանց խայտարակ չեն անում, չարի բերան են դառը, չարի ծառը։ Այդքան խոսել ենք։ Դեմար դիրոշ խոսքը ոնց ասում եք, դիտ ինչ որտեղ է գուցե այո, հենց դες պետք է արվի։ Սառնասիրտն է, սիրտը ցամա չես ուզում կորի։ Բայց դրա վրա առողջություն էլ է փչանում, են որ ասում է ձեր համար լավ չի, որ իրանք հառաչելով անեն։ Նաև էլ կա, որ ոչ թե միայն այն նվիրումով կարող է չանես ոնց որ առաջեր, այլ նաև առողջություն փչանում է, չես էլ կարող անես։ Մանավանդ այդ մեղքի հետ կապված հարցում, այդ հանդիմանության հարցում, ոնց որ ձեռ առնեն մարդիկ քեզ։ Դու բացատրում ես, իրանք թվում է թե պետք է հասկանան, խոնարհվեն, հակառակություն, իրանցը պնդել, ուրիշ ձև արդարանալ։ Հələ օրինակի համար շատ ժամանակ մենք շատ ենք բերել Սավուղի օրինակն ու Դավիթի, չէ՞ օրինակը։ Միշտ Սավուղի վրա են կենտրոնացել ու Դավիթի, չէ՞։ Լբերեք կենտրոնանանք իրանց հանդիմանող մարգարեների վրա։ Դավիթի մոտ Նաթանը գրած, հիշում եք։ Մի հատ առակով խոսած որ հասկացներ, Դավիթն ասեց, ես այդ մարդ եմ, Աստված ընձիների ու արժանի եմ այդ պատժին, ասել էր պետք է մեռնես։ Նաթանն ասեց, քանի որ խոնարհվեցիր, Աստված քեզ չի սպանի, բայց քանի որ քո արածով իմ վրա իմ հակառակողների բերանը բացել տվեցիր, ինձ անարգեցին, որտեվ ես եմ քեզ թագավոր դրել, հաստատ շատերը ասել են, էսա Աստծո դրած թագավորը, տես ինչ էր անում, շնություն անում ու մարդ է սպանում։ Դրա համար ձեր այդ առաջնեկը, այդ Ուրիայի կնոջից ծնված առաջնեկ, որդիդ պիտի ինչ անի, մեռնի։ Բայց Դավիթ Նաթանը ճիշտ է, իր համար ծանր էր, դա Աստծո դրած թագավորը մեղանչել է եւ այլը, բայց շատ հանգիստ ու խաղաղ վերջացավ ու կոպիտ ասենց ասել էլի, կյանքը չկերավ Դավիթը բանի, Նաթանի։ Գնաց ասեց ընդունեց, թողես գնաց։ Հանգիստ սիրուն։ Բայց մի հատ սա բանի Սամվելին նայեք։ Սամվելը հանդիմանում է բանին, Սավուղին։ Հələ հաշվեք քանի անգամ է Սավուղը ֆռցնում Սամվելին։ Սկզբից ասում է, Տերը ոնց ասել էր, Տիրոջ ծոխնյալ լինես, Տերը ոնց ասել էր, արեցի։ Ասում է, լավ, որ արեցի, բայց ոչխարների ձայնը, ասում է, դե երկրորդ ֆռիկը։ Դե ժողովուրդը ուզեց այդ գերերից լավերից վերցնել, քո Տեր Աստծուն, մեր Տեր Աստծուն բան անել։ Զոհ աներ։ Բանը Սամվելը էլի բան է խոսում, ասում, բացատրում է, հա։ Ասում է, դե ժողովրդից վախեցա, հետո մեկ էլ ասում է, դե գիտես ինչ, աննազանդությունը կռապաշտության նման է, չէ, կախարդության նման է եւ այլ։ Էլի ասում է, բանը նորից է ֆռացնում, հաշվել եմ 4-ից 5 անգամ ֆռացնում է, չի ուզում ընդունի։ Անգամ երբ որ ասում է, հա Աստված ների ինձի, շարունակության մեջ էլի ֆռացնում է, իրան արդարացնում է, ժողովրդից վախեցա։ Հա Աստված ների ինձի, բայց արի իմ հետ աղոտ քարա, որ ժողովուրդը չիմանա, որ Աստված ինձի ես Աստծուն հակառակ բան եմ արել։ Էդ էլ է ցույց տալը, որ ինքը իր չի ուզում երևա, որ ինքը մեղավոր է, ու ոնց որ ասած պատժելի է ու պատժվել է։ Էլի չի խոնարհվում։ Ինչ ասում, Սամվելը ասում է, թողեց գնաց, ու ասում է, երբեք Սավուղի երեսը չտեսավ, ամբողջ օրը լաց էր ելնում Աստծո առաջին Սավուղի համար, սա Աստված էլ ասեց, հերիք է լացնես, հել գնա իմ բան Հեսեի տուն, ես
թագավոր, նոր թագավոր պիտի նշանակեմ։ Կյանքը կերա Սամվելի։ Առողջությունը քայքայ է, ժողովուրդ ջան։ Մենակ Դավիթ Սավողի աննազանդություն ենք նայում, բայց Աստծո ծառայի վիճակին մի հատ նայեք։ Մեր եկեղեցում լիքը Սավողներ կան, ես ձեզ ասեմ։ Տերն էլ է ասե, դա ես այնպես չեմ չափազանցեցնում մեկին վիրավորելու կամ Տերն էլ է ասե, շատերը հենց այդ վիճակի մեջ են, չեն լսում, ուղիղ չեն։ Համար առաջին ցուցիչը Աստծո հետ ուղիղ լինելու հարցում ասել եմ, ելի կկրկնեմ, մեղքի անդիմանությունն է ցույց տալում։ Շատերը հետ շատնես լավ, սիրուն ընթացքի մեջ են, հենց մեղքի անդիմանությունը վրա զերեմ այս մարդը հպարտ, ամբարտավան, չլսող, չընդունող, ֆռցնող, ուղիղ չի, անցած անգամ էլ ես ասեցի։ Կող ասեք, ես խենք ես կամ շատ էս թեմայի մասին խոսում, որ Տերն ասել, խոսեք, որովհետև շատերը կորում են, գուցե ոման գան լույսին, թե չէ շատ թեմաներ կա խոսալու ձեզ հետ։ Եվ այո, լավ չի, որ ոնց որ ասած անազանդություն կա Աստծո առաջնորդների հանդեպ, չլսել ու չհնազանդվել։ Եվ հնարավոր է այդ հառաչանքը վնաս բերի թե ձեզ, թե մեզ էլ։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացի 9-րդ գլխում հետաքրքիր է խոսում իր ծառայության մասին, ասում է, եթե ես ավետարանը չքարոզեմ, վայ ընձի, ես դա գիտեմ, ասում է Աստծո առաջին այդ պատասխանատվությունը, վայ, այսինքն դատվելու եմ, կորելու եմ։ Եթե կամավոր քարոզեմ, հոժար կամքով, ինչ է ասում, վարձք ունեմ, եթե ակամա, ասում ենք, այսինքն չեմ ուզում, հենց տենց, թեկուզ հառաչելով, տրտնջալով, բայց պետք է անեմ, տնտեսությունը ինձ է վստահված, այսինքն այդ դեպքում, եթե ընդեղ ասում եմ վարձք ունեմ, ստեղ էլ կասել էլի, վարձք ունեմ, բայց սենց չէ, վարձ չունի։ Ոչ միայն վարձ չունի, եթե վատ անի, շատ վատ անի, կկորի էլ, այտենց է, բայց դա նորից եմ ասում, կարա ժողովուրդ հենց պատճառ դառնա։ Եվ Աստված նաև պիտի պահանջի, նես չի, որ ժողովուրդ Աստված օրինակ լուր պետք է մնա, իսկ քո արածը դու էս ինչ արիր իմ ծառայի գլխին։ Հասրի նրան, որ մարդը հիվանդության տեր է դառավ օրինակ, համար գիտեք դրա համար չի պահանջելու։ Պահանջելի է։ Հասրին որ ինքը հառաչում է։ Չուզում է դա առաջվա նման ծառայի։ Դու էլ կմեղադրվես ինքն էլ իհարկե։ Ուրեմն սա Աստված մեզ օրհնի, ժողովուրդ ջան, որ մենք իրոք ինչ որտեղ որ նայում ենք, բանը ասենք Պողոսի գործը, որ նայում ենք Կորինթացների հետ կապված։ Շատ տեղերում շատ ուրախություն ենք, ասում ուրախությամբ եմ ձեր հիշում աղոթքանում Կորինթացներն չլսող են երևում։ Առաջի երկրորդ նամակները որ կարդում ես, ոնց որ ինքը իր պաշտպանական մի հատ դատի առաջ կանգնած լինի, պաշտպանական նամակ բան լինի, խոսք լինի։ Ես առաքյալ եմ։ Չէ, տենց է, չէ։ Հիմա խոսում է ոմանց մասին, որ եկել էին, բան էին արել, սրանք ոնց որ արդեն Պողոսին մի կողմ էին դրել։ Չլսող մարդիկ են շատերը։ Դրա համար է դրանց համար ասում, ձեզ համար վախենում եմ։ Վախենում եմ, որ կգան ուրիշ Քրիստոս կքարոզեն, ուրիշ հոգի կտան, ուրիշ ավետարանք խոսեք, ինչ կանեք, կընդունեք։ Սրանք էլ ոնց որ ծանրություն են դառնում, բեռ են դառնում։ Չնայած Պողոսը իր գործը գիտեր, պատասխանատու ասում էր, ես պարտական եմ, Աստված ինձ ոնց որ պարտական է դարձրել հեթանոսներին, որ ավետարանը քարոզեմ։ Համենայն դեպս թող Աստված օրհնի մեզ ժողովուրդ ջան սրա մեջ, իսկ համա կուզեի ձեզ հետ կիսվել, որ ասենց ասեմ, զգուշ լինենք։ Մեր չլսելով, չնազանդվելով պատճառ չդառնանք, որ մենք հենց մեղադրվենք Աստծո առաջին, դուք էլ Տիրոջ ծառան էլ, ասենց ասեմ։ Ուզեմ, որ նորից եմ ասում, հատկապես այդ հարցերում մեղքի հանդիմանության մեջ, հենց ձեզ համար, դուք ձեզ համար անկեղծ գտնվեք։ Ես էլ չեմ որոշի անկեղծ ասած, որ այդքան երկար, այդ Տիրոջ խոսքն էլ այդքան չի ասում, ոնց որ այդքան երկար անում ենք։ Այդքան երկար խոսալ 1, 2, 3, 10, 11։ Հասկանում ենք, խոսում ենք, ուզում ենք օգնենք, վերջապես հասկանա չմնա մեղքի հարց է, կորուստի հարց է, մեղքը կորուստ է բերում։ Դրա համար է երկարում, բայց չէ։ Անկեղծ են թող 1-2 զրույցից հետո հասկանան, չէ, իրան գիտեն, կորում են, թող կորեն։
Տերը հետաքրքիր բան ասեց, Քորազին Բեթսայիդա, հիշում եք, վայ ձեզ Քորազին, վայ ձեզ Բեթսայիդա, հետո Կափառնիայում, այն նշանները, որ ձեր մեջ եղան, եթե Սոդոմում ու Գոմորում լինեին, շուտուց ասում է, իրանք քուրձով ու մոխիրով ինչ էին արել, ապաշխարել էին, բայց այդ նշանները չեղավ, չէ՞։ Այսինքն այնքան շատ էր այդտեղ, իսկ դրա համեմատ Սոդոմում Գոմորում շատ քիչ էր, ասում է, եթե այդքան շատ այնտեղ ելներ, դրանք ապաշխարեն, բայց չեղավ։ Բայց ինչի՞ է այդտեղ անպարտ Աստված, որովհետև թեկուզ քիչ եղավ, բայց այնքան եղավ, որ դրանց բավարար էր այդ Սոդոմին ու Գոմորին ու հարակից այդ քաղաքներին, որ կործանվեցին։ Էդի հերիք էր, որ դրանք ապաշխարային։ Տերը չի ասում, շատ պտիլներ, չէ, այսքանը հերիք է, որ դուք ապաշխարեք, բայց դուք չընդունեցիք, պետք է այրվեք, ասեց։ Հնարավոր չէ, որ պետք է իրոք օրերով պետք է մեկի մեղքի մասին խոսես, չէ, բավարար խոսվի, թող ապաշխարի։ Տերը չի պահակել, պետք է ասի, բավարար ասվեց։ Ինչի պետք է 10 անգամ խոսվի։ Թող խոսի մի 2-3 անգամ ինչպես Սուրբ Գիրքն ասում։ Տերը օրհնի մեզ, աղոթք արեք։